Մեր քայքայված իրականության մեջ, որի մասին խոսում են բոլորը, մենք ձգտում ենք արդարության և ճշմարտության վերականգնման։ Իր շաբաթօրյա ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը, հավելելով, որ սա պետք է իրականություն դառնա ոչ թե ատելությամբ, ոչ թե պարզապես ցեխարձակումներով, այլ իրականությունն արձանագրելով և այդ իրականության մեջ մարդն իրեն զետեղելով, անձը կորցնելու գնով պատրաստակամությամբ ընթանալով, իր անձը նկարագիրը միջավայրը շահելու համար։ Ինչ է տեղ ունենում մեր կյանքում ավելորդ է խոսել, բայց այն ինչ որ տեղի է ունենում, անընդունելի է մեղմ ասած։ Եվ մենք հենց դրա համար ենք գտնվում պայքարի տարբեր շերտերի և աստիճանների մեջ։ Հենց դրա համար ենք հանձն առել, զոհել, ինչ որ ունենք անձնական իմաստով և մտնել այս ճանապարհի մեջ, մեր նպատակակետին հասնել, որը մեր սահմանած նպատակակետը չէ պարզապես, այլ անհրաժեշտություն է ճշմարտության հետ ամբողջությամբ համատեղված, ճշմարտության պայքարով վերականգնելու տունը, վերադառնալու մեր տուն, վերականգնելու արդարությունը։ Եթե չկա արդարություն, չկա ներդաշնակություն, ասում է Բագրատ Սրբազանը և շեշտում, որ հայն այսօր գտնվում է անանձնական պայքարի մեջ և որ այս ամբողջ ժամանակահատվածում եղել են մարդիկ, որոնք արդարության և ճշմարտության վերականգնման, հայրենիք և տուն ունենալու ներդաշնակության համար առանց որևէ բարձր և նյութեղեն ակնկալիքի պատրաստակամությամբ գտնվել են կալանքների, ձերբակալումների, ունեցվածքի վրա ապօրինի հարձակումների մեջ։